Պատմաբանները երկար ժամանակ կարծում էին, որ հին հույներն ունեին միայն տարրական գործիքներ։ Մինչև որ օվկիանոսի հատակին հայտնաբերվեց մի հսկայական 2000-ամյա համակարգիչ։ 1901 թվականին հռոմեական խորտակված մի նավ ուսումնասիրող ջրասույզերը ծովի հատակից հանեցին մի ժանգոտված կանաչ բրոնզե կտոր։ Սկզբում նրանք կարծում էին, թե դա պարզապես մետաղի ջարդուն է։ Նրանք չարաչար սխալվում էին։ Սա անտիկիթերյան մեխանիզմն է։ Երբ տասնամյակներ անց գիտնականները վերջապես այն դրեցին ռենտգենյան ճառագայթների տակ, նրանք պարզապես ապշեցին։ Այս փոքրիկ տուփի մեջ թաքնված էր ավելի քան 30 փոխկապակցված բրոնզե ատամիկներից բաղկացած բարդ համակարգ։ Սա պարզապես մեքենա չէր, այլ հին աշխարհի բարդագույն մեխանիկական հաշվիչը։ Պտտելով փոքրիկ բռնակը, հույները կարողանում էին անհավանական ճշգրտությամբ կանխատեսել արևի խավարումները, հետևել օլիմպիական խաղերի 4-ամյա փուլերին և հաշվարկել մոլորակների դիրքերը երկնակամարում։ Բայց ահա գլխավոր առեղծվածը։ Այս սարքի ինժեներական մակարդակն այնքան զարգացած էր, որ նմանատիպ տեխնոլոգիա մարդկությունը չէր տեսել ևս 1000 տարի։ Նման ճշգրիտ սարք կառուցելու տեխնոլոգիան պարզապես չպետք է գոյություն ունենար մ.թ.ա. 100 թվականին։ Սա ապացուցում է, որ հին աշխարհը շատ ավելի զարգացած էր, քան մենք կարծում ենք, և որ ինչ-որ կերպ գիտության այս հսկայական ճյուղը լիովին կորել է ժամանակի մեջ։ Ինչ եք կարծում։ Հին հույներն ունեցել են տեխնոլոգիական վերագործարկում, թե մենք դեռ նոր ենք հասնում նրանց գիտելիքներին։ Ինչպե՞ս է հնարավոր, որ նման գիտությունը պարզապես մոռացվի դարեր շարունակ։